Բարի լույս, բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Օրը սկսում եմ այս գեղեցիկ ծաղկած ծաղիկներից։ Հիշում եք հարսս, որ դրեց գարշոկի մեջ։ Տեսեք ոնց է աճում եւ ծաղկել է։ Այստեղ եղևնիներն են արդեն լավ, բարձրացած, կանանչ, սիրուն, այս մի հատիկ կակաչն է կոկոմել։ Վազերը արդեն կտրած, բայց դեռ չեն կապել։ Եղանակը այս 3 օր է շատ ցուրտ է, սիրելիներս։ Լավանդաները սկսել են արդեն կամանց կանանչել։ Այս մեկը չորացել է։ Սիրելիներս, իսկ հիմա գնանք ներս, որդիս գնումներ է կատարել, սիրով ցույց տամ գնումները։ Մեր փոքրիկ, գեղեցիկ, բացված։ Իսկ հիմա ուզում եմ գնումները ցույց տամ, թե ինչ է գնել որդիս հարսիս հետ։ Գնել են 2 հատ, այսպիսի ռետուս։ Այս ոտս կոտրվելուց հետո, սիրելիներս, միշտ տաք եմ պահում, որտև շատ ցավում է։ Հարսս իրեն վերցրել է փափուկ գործի գնալ գալու համար, թեթև այսպիսի կրասովկաներ, հարմար է։ Վերցրել է տոնալնի կրեմ, առաջի անգամ ենք երևի այս կրեմը օգտագործում, առաջի անգամա չէ, հա, առաջի անգամ փորձենք տեսնենք ինչպիսին է, ձեզ կասեմ, սա դնենք մի կող, հիմա վաղնել հյուրեր ունենք, սիրելի հետևորդներ ջան, ամսու 9-ն է, հյուրեր ունենք, սա խուրմա է, ենք շփոթվում, խուրմա է վերցրել, չիր, ձմերուկի չիր է սա ոնց որ, ինչ, հա, եմիշի չիր է, ինչ էլ մեծ է երկար, ուզբեկականն է, թե մեր հայկականն է, տարբեր տեսակի, սա, ինչի չիր է տեսնել, դեղց է ոնց որ, դեղցից, հա, խուրմա, դեղց, եմիշ, հերթով կհասնի, սա ինչի չիր է, մենք էլ ունենք սիրելիներս, մենք էլ ունենք չիրեղեն, սարսախցիկում, սա չգիտեմ ինչի չիր է, շլոր է, չէ, հա, շլորել է, հա, հեսա, հեսա շլոր է, հա, մենք էլ ունենք, մերոնքի հետ կդնենք, սա տանձ է, Հայաստանից որ բերել են, հլը դեռ ունենք, տանձի չիր է, ինչքան էլ դեղին է, ընկյուզ է, մեջան մի քիչ էլ մենք ունենք, դեռ նոր տարվանից մնացել է նուշ է, հլը տեսնեմ լավն է, հա, խոշոր նուշ է, մի կիլանոց բանկայի մեջ մենք էլ ունենք, պնդուկ, դեղին չամիչ, հնդկական պոպոկ, սա ինչի չիր է, Մարինե ջան, հլը կարդա, ակնոց չկա աչկերիս, մանգո, սրանք վերցնեմ, մանգո չես արել, հա, սիրում ես մանգո,
Մարինե ջան, դու էլ լցրու ես տոպրակը, այն մյուսը բեր։ Էսա մաման սիրուն կդասավորի։ Դա իմ ակուրը։ Ուրեմն ասեմ, որ դեռ իմ սարքած սիրելի հետևորդներ ջան, քաղցր շարոցել ունենք սառցախցիկում, բաստուրմա սուջուխ ունենք, վաղը կտրելուն առավոտյան սիրող ցույց կտամ ձեզ։ Գնել է ոչխարի պանիր, սարքած է, շատ հավանում է ամուսինից, ես չեմ սիրում, բերան չեմ տալի։ Ասեմ, որ կծու պղպեղով է, շատ, իսկական են մի ժամանակ տիկերի մեջ, որ պահում են կճուճների մեջ, ասում եմ, այդ համն է տալիս, միայն այդ պանիրն է սիրում, ընդհանրապես շատ է լինում հայկական խանութում հորած պանիրն է, բայց այս տեսակն է շատ սիրում։ Լոլիկ, չնայած սառնարանում ունենք, նորից գնել է։ Սա երևի Մարինեից ինչա։ Տիկ-տակ, հա, խնձոր, մրգերից, տանձ, ամենահամով տանձերն են, այնքան էլ շատ է գնել, տունն էլ ունեինք ասա, հլը տեսեք տեսականի է գնե պամիդորի, խոշոր և մեծ, սա երևի խորովածի համար է գնել, իսկ մանրները սեղանի համար, մրգերից դեղց, սա նեկտարի նման դեղց է, նեկտար, հենց նեկտարել է, ասեմ տունն էլ ունեինք, այդքան նորից վերցրել է հելը, միրգեն անգամ էլ էր առել, մանդարին, բանան, այն մրգերից շատ եմ սիրում, սիրելի հետևորդներ, ջան ու ջան, այսև սալոր ասեմ, սալոր է երևի, դամբուլ չէ, սալոր է, շատ սիրում եմ, որ հիվանդ էի սիրելիներս, այնքան էր սիրտս ուզում անընդհատ, բայց չէր կարելի, ինձ ընդհանրապես արգելված էր, հետո որ արդեն կազդուրվեցի, անցավ 1 տարի, թե 2 տարի նոր սկսեցի ուտել, սա մեզ համար գնել է մրգային պիվա, սա էլ կոլա է, հեսա հարսիս է դնենք սարի, անուշ անենք, հարսու կիսուր նստենք, անուշ անենք, դասավորի պծնի, էրե հա, լիմոնատ արկղով, շշերով մի խոսքով մեքենայ, բագաժնիկն է, գրական, ավտոխցիկ, բեռնախցիկն է, Մարինե ջան, օգնի են մյուսն էլ բեր, թույց տանք ըլենք անցնենք մեր գործին, սարցախցիկից հանեմ բաստուրման սուջուխը, անցանք հաջորդ պակետին, սա հաց թրջելու համար է վերցրել հարսս, հիմա կասեք այսքան մեծ, այո, լավաշ շատ ենք օգտագործում սիրելիներս, միշտ ունենում ենք լավաշ, հիմա էլ ունենք տանը, հիշում եք անցած առևտրի ժամանակ գնել էր, շատ էր գնել, մնացել է, վաղ առավոտվա կթրջենք առավոտը, սա հացի համար հարմար է, կարող են գիտես բույսերի համար էլ է, որ ավտոմատ է փչում ուղղակի, լավ է, ավտոմատ, ձեռով չի, հա, ավտոմատ է փչում, լավ է, թող մնա հացի, սա չիպս է երեխաներին, ում մամայի հարսիս համար է չիպսը, անձեռնոցիկ է, ամեն օրվա ամանների համար բան է, տեղունի, տակը, որ սեյս բացեմ, Մարին է բաց, թաս է, այս Մարինես ցույց է տալի, ափսեների վրա հացնելու լավ է սառնարանում, միշտ գնում ենք այս պլաստմասայի թասերից, որովհետև սիրելի հետևորդներ ջան, սրանք այնքան շուտ են խամրում, հոտ է գալիս, դժվար է մաքրվում, հոտը դժվար է անցնում, 2 հատ գնել եմ, մեծ ու փոքր, ծղոտի ծամաններ է,
Ինչի մրգի համար չէ, Հացի համար։ հացի համար ունեինք, բայց նորից վերցրել եմ։ Սեղանին դնես մեջի որ։ Հա, ահա, ապրես։ Սա խոնավ անձեռնոցիկ է, մեծերից արդեն անցանք բելիզնա է, գել բելիզնա։ Սա աղբի տոպրակ է, Պետք է։ սա էլ աղբի մեծ ու փոքրեր են։ Դուրս կարող մազի համար։ Հələ նայի կարող է, հա, մազի համար է։ Հա որ լավ բան են սանդրվեն։ Հա, բան է։ Սպրեյ։ Հա, սա էլ է շամպույն է երևի։ Հələ սա կարդադլյա, Դուր կարդամ։ չեմ կարող։ Էդիա մեքենայի համար է։ Հա, մեքենա, մեր լվացքի թե Շամպուն։ շամպուն չի։ Նրան ողողելու համար անմարդ։ Ատամի բանը ողողման համար է լվանալուց հետո։ Սա էլ մեքենայի աղեն։ Էս էլ բաժակ է, սիրով ձեզ հետ միասին նանայով չայ կխմեմ եւ ապարատի կոֆե, որ շատ քիչ եմ խմում, սիրելիներս։ Ահա, պասեք сразу ցույց տան կարոշիկ եկավ Վալբերիսից։ Հարմար է, պրազրաշնի է, սիրում եմ, որ թեյն էլ պատրաստեմ, որ գույնը երևա, ասեք, որ ճիշտ է։ Հիմա մի հատ էլ նվերը ստացա, սիրելիներս, հարսիս կողմից լբեր։ Պալկաս են երկարը, սիրելի հետևորդներ ջան, ջարդվել է, գիտեք, որ երրորդն է։ Հիմա նորից, հա, վերջինը Մարինեն ջարդեց, լավ է, որ դնեմ, համ կաշխատենք, համ ցույց կտամ, իսկ տենց պահում եմ, իրենք աշխատում են, ես չեմ երևում կադրում, կամ նստած եմ երևում, սիրելիներս, սուրպրիզ, նվեր բերեցին, նոր թորնիկս գնաց, Վայբերիսից բերեց, նոր ասեցին, որի համար շնորհակալ եմ, ամեն ինչում գոհանում եմ Աստծուց, ամեն ինչի համար սիրելիներս, ամեն փոքր չնչին գնումների համար, անգամ ջանի համար, գիտեք, ոչինչ հարկավոր չէ մեզ, այլ միայն հարգանք, սեր եւ որ մեծը գնահատված է լինում տան մեջ։ Այդքանն եմ ցանկանում, սա էլ ահագին երկար է, լավ է։ Խնդրեմ, սա արդեն որակը ուրիշ է, մեջը մնաց բան։ Սիրելի հետևորդներ ջան, գիտեմ ասելու եք շնորհավոր, ես էլ ասելու եմ շնորհակալություն, Это остаток. շնորհակալ եմ բոլորից հետ, սիրելիներս։ Если только попал наверное. Հա, հետո կբացենք։ Հենց որ բացենք սիրելիներս, սա ամուրն է, էլի, լավ է, ավելի հարմարն է։ Если որ հարախոս լինես։ Ահա, հա։ Ապրեն, շնորհակալ ենք, Աստված օգնի մեր ջահելներին, մեր երիտասարդներին, հարսիս, որդուս։ Ես չեմ ասել, գիտեք, տեսել են, որ կոտրված է, որ փոքրով եմ նկարահանում, գնել եմ։ Վաղուց չասեմ, Աստված ջան, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ, որ ունեմ այսպիսի ընտանիք, դուք էլ շատ գովում եք, գովաբանում եք իմ ընտանիքին, շնորհակալ եմ ամեն մանրուքից, ամեն ինչից, այսօրվա համար, ամեն բացվող լուսաբացի համար, ձեզանից էլ եմ շատ շնորհակալ ձեր բարի ջերմ գրառումների համար, դե ինչ սիրելիներս, շարունակելի է հոլովակս, չեմ ասում բարի գիշեր կամ ստեսություն, որովհետև ուզում եմ վաղնել հանդիպենք, երկուսը կպցնեմ իրար, պատրաստեմ մի հատ գեղեցիկ հոլովակ և ձեզ ցույց տամ, սիրով ձեզ հետ է ձեր տիկին Մարինեն։ Բարև ձեզ հարգելի մեր հետևորդներ, այսօր մայիսի 9-ն է, հյուրերն ենք, պատրաստվում ենք, հյուրերին որ դիմավորենք։ Սկսում ենք կտրտել միսը, գնել ենք խոզի մատերը։ Այսերը շեյանը։ Դե սկսենք կտրտելը,
Մինչև հյուրերի գալը պատրաստենք ամեն ինչը։ Այս թասը կային դնեմ այստեղ։ Սպելյոնկան հանեմ։ Սպելյոնկան հանեմ, որ խորոված անելուց չվարվի։ Են թասը մանեք ինչ արիր են, այդ սպելյոնկա բանը կամա տոպրակ դու լցնեմ մեջ է։ Հա դիրի ամանը լցնեմ մեջ։ Նայեք ինչ կտորն է ժողովուրդ։ Իսկական խորովածի համով կտորներն են։ Այս է հասանք շեյին։ Սիրելիներս, հարցս սիրով ձեզ ցույց է տալի մեր քաղցր շարոցը, որ պատրաստել ենք։ Տեսնում եք փայլուն, ընկյուզը շատ փխրուն, քաղցր համեղ շարոց է, որը պատրաստել ենք նոր տարվա համար։ Հիմա այս վերջինն էր, դա էլ կտրեցինք հյուրերին հյուրասիրելու համար։ Սա մի կողմ դնի, հիմա նաև սառցախցիկից հանել ենք մսի սուջուխ և բաստուրմա։ Սիրով ցույց է տալիս, սա կտրտել է արդեն բավականին, մի քիչ էլ ձեզ համար կկտրտի, ցույց կտա։ Այնքան հարմար էր այս պլյոնկան, տեսնում եք, ոնց որ ինչ-որ շապիկ հագցրած լինենք, տեսեք, հանում ենք և գեղեցիկ, համեղ, լավ, սև գույնի ընտիր մսի ապուխտ։ Հիմա սա էլ մի քիչ կկտրի ձեզ համար, սիրելի հետևորդներ ջան։ Ամեն ինչն էլ ընտիր ստացվել է, սա էլ ենք նոր տարվա նախօրյակին պատրաստել։ Շատ ենք պատրաստել, մինչև այսօր ունենք, դեռ մի կտոր էլ կա սառցախցիկում։ Սիրելի հետևորդներ ջան, հլը տեսեք, հունվարին որ սարքել էի, ձեզ ցույց չէի տվել։ Մեր ձեռքի պատրաստած մսի սուջուխն է։ Այսօր հյուրն ենք, անել ենք և հարսս կտրտում է։ Համը, բույրը, յուրահատուկ համ ու բույր ունի։
Սա էլ բաստուրման է, սիրելիներս, տեսեք, տեսքն ու գույնը շատ ընտիր է, համնել էլ ասելու չէ, արդեն փորձել ենք, սիրելիներս, տեսնում եք, փխուր, չամանը չափի մեջ, թել է լինում, շատ ընտիր ստացվել է։ Սիրելի հետևորդներ ջան, ընկյուզի շարոցը հենց սկզբից կտրտեց, վերցրեց, հիմա ամանի մեջ դասավորում է կտրտած բաստուրման և մսի սուջուխը, որդիս էլ խորովածի միսը արդեն կտրտեց, պատրաստեց, բաստուրման տեսեք, ինչքան լավ, մուկ, իսկական բաստուրմա է, թել է լինում, պետք է բաստուրման, սիրելիներս, պատրաստելու ժամանակ ճիշտ միս ընտրել, որ մեր բաստուրման էլ լինի շատ փափուկ և թել, որ պոկես պոկվի, իրարից անջատվի, ոչ թե ձիգ լինի, հիմա դասավորեց, տեսեք, սիրելիներս, ինչքան ընտիր է ստացվել, մինչև կշարենք ափսեների մեջ։ Սիրելի հետևորդներ ջան, խորովածի հետ պատրաստում ենք նաև թարմը տավարի մսով, բանջարեղեններով համեղ խաշլամա։ Բոլոր բաղադրիչները նախապես մաքրել եմ, կտրատել եմ, պատրաստել եմ։ Բաղադրիչները պատրաստ են, սիրելիներս, հիմա սկսում եմ արդեն պատրաստել խաշլաման։ Առաջին շարքը պետք է դնեմ նախապես օղակաձև, կլոր շրջանաձև կտրտած սոխը։ Սոխի վրա ավելացնում եմ նորից շրջանաձև կտրտած լոլիկը։ Ավելացնում եմ 3 հատ դափնու տերև և թարմը խառը կանաչի, համեմ մաղադանոց սամիտ։ Թարմը պղպեղ, նորից շրջանաձև կտրտած։ Կտրտած բանջարեղենները համեմում եմ աղով։ Բանջարեղենները աղով համեմելուց հետո շարում եմ տավարի թարմը միսը։ Միսը շարելուց հետո մսին ավելացնում եմ աղ։
Սկզբից եմ լցնում, որ համեղ լինի։ Կարմիր, պղպեղ տոմատ չեմ օգտագործում։ Սպիտակ գույնի խաշլամա եմ պատրաստում շարովի։ Ավելացնում եմ նորից սող մսի վրա։ Պղպեղ, ավելացնում եմ նաև թարմը կանանչիկ մանրացրած և շարում եմ կարտոֆիլները։ Կարտոֆիլը շարելուց հետո նորից մի փոքր աղ եմ ավելացնում, նոր մնացած բաղադրիչներն եմ լցնում, սիրելի հետևորդներ ջան, հերթականությամբ։ Ավելացնում եմ 2 հատ դափնետերև և մնացած կտրտած պամիդորը, պղպեղը, կանաչին, սոխը, ինչ որ կա։ Բոլոր բաղադրիչները լցնելուց հետո բերանը կաթսայի ծածկեցի, դնեմ մի կողմ, թող լավ համեմվեն բոլոր բանջարեղենները մսի հետ, կարտոֆիլի հետ, նոր արդեն կդնեմ եփելու գազօջախի վրա։ Սիրելի հետևորդներ ջան, շարովի խաշլաման համով, հոտով, անուշ բույրով համարյա պատրաստ է։ Չեք պատկերացնի այդ բանջարեղենների հոտը, կանաչիի հոտը ինչ բուրմունք է տարածվել մեր խոհանոցում։ Հյուրերն էլ արդեն եկեք։ Սիրելիներս, սա էլ մեր դեսերտի սեղանն է։ Մինչև խորովածը տղամարդիկ պատրաստեն, մենք կսրճենք։ Համեցեք միասին մեր հյուրերի հետ համեղ սրճենք։ Սիրելիներս, սիրով հրավիրում եմ, դուք էլ եք իմ հյուրերը, իմ բարեկամներն ու հարազատները, համեցեք տիկին Մարինեի հետ, միասին կոֆե խմենք, ինչպես ամեն առավոտ։ Սիրով հրավիրում եմ բոլորիդ, իմ թանկագիններ, իմ լավ հյուրեր։ Սիրելի հետևորդներ ջան, սեղանը արդեն պատրաստ է, սպասում ենք խորովածին։ Խորովածը բերեն, որ նստենք սեղան։ Ես էլ նստած թոռնիկներիս հետ զրույց եմ անում, մինչև խորովածը բերեն։ Սիրելիներս, պատրաստ է արդեն մեր հայկական համով հոտով խորովածը։
Խորովածն էլ արդեն պատրաստ է, բերել են, արդեն քաշել ենք սեղանին։ Մնում է ինձ ասել, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի հաճելի դիտում։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ բարի եք, շնորհակալ եմ, որ այդքան լավ բառեր եք գրում։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն և իր ընտանիքը։ Ստեսություն, մինչ նոր հանդիպում։